Նաև զրուցելու ենք քաղաքացիական պայմանագրի արդեն նոր վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շնորհակալ եմ պարոն Փաշինյան մեր հրավերը ընդունելու համար։ Քաղաքացիական պայմանագիրը արդեն նոր վարչություն ունի։ Հիմա քաղաքացիական պայմանագրի առաջիկա խնդիրը որն է լինելու արդեն նոր վարչությունով։ Համաժողովի ընթացքում արդեն խոսվեց, ես խոսեցի անելիքների հիմնական ուղղությունների մասին։ Առաջին ուղղությունը դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որպես տարածքային կառույցների առումով, ֆինանսավորման առումով, որպես ինստիտուցիոնալ կառույց ձևավորման ճանապարհը շարունակելն է։ Երկրորդ ուղղությունը հնարավոր համախոհ քաղաքական ուժերի հետ մեկ կուսակցություն դառնալու եւ համատեղ գործունեություն ծավալելու շուրջ բանակցությունների մեկնարկը եւ երրորդ ուղղությունը հետեւյալն է, մենք պետք է հետևենք քաղաքական դաշտի process-ներին, տեսնելու թե ինչ առաջարկներ կան եւ ինչ խմորումներ են տեղի ունենում, որպեսզի ի վիճակի լինենք ճշգրիտ կատարել հանրության առաջ մեր ստանձնած կարևոր պարտավորություններից մեկը, դա հետեւյալն է, որ բացառվում է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի չունենա իշխանության փոփոխություն միայն այն պատճառով, որ քաղաքացիական պայմանագիրը ձեռնպահ է լինում դրան մասնակցել, սա քաղաքական, այսպես ասած, ռազմավարական ուղղությունների մասին, իսկ առաջիկայում վարչությունը պետք է աշխատանքի բաժանում անի, ընտրի վարչության փոխնախագահ եւ երևի նաեւ մամուլի խոսնակ։ Շատ լավ, պարոն Փաշինյան, քաղաքացիական պայմանագրի երեկվա համագումարից հետո դուք ասացիք, որ ըստ էության չբացառեցիք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին քաղաքացիական պայմանագիրը հնարավոր է դաշինքով հանդես գա։ Նախկինում դա կտրականապես բացառում եք հաշվի առնելով դաշինքների ճակատագիրը։ Այո, մենք համոզված ենք, որ դաշինքային են ֆորմատները, որ Հայաստանի Հանրապետությունում մինչև այժմ գոյություն են ունեցել, այդ ֆորմատները սպառված են եւ շատ հետաքրքիր էր եւ հաճելի արձանագրել, որ մեր համաժողովին եկած հյուրերը իրենք նույնպես իրենց խոսքում ընդունում էին դա եւ մեկ ընդդիմության գաղափարը ընդունել էր շատերի համար։ Այո, մենք այս պահին դեռ ունենք ուժի մեջ գտնվող որոշում, որ մենք խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցենք միայնակ, այսինքն դաշինքների այդ ֆորմատից դուրս, բայց մենք գիտենք, որ թիմ ընտրությունների ժամանակ այդ որոշման շրջանակում փորձարկել էինք, առաջարկ էինք արել մասնավորապես գալա կուսակցությանը եւ իմաստը այն էր, որ մենք հիմա կարող ենք ֆորմալ դաշինք ձևավորել, եթե մեր պայմանավորվածությունների հիմքում դրվում է գրավոր համաձայնություն այն մասին, որ մենք սկսում ենք մեկ կուսակցություն դառնալու process։ Հետևաբար այս ամբողջ process-ի ժամանակ հետևյալ նրբության փոփոխությունը կարող ենք արձանագրել, որ ըստ էության մեր ընկալումներում տեղի է ունեցել, եթե մենք այս մեկ կուսակցություն դառնալու բանակցությունների ժամանակահատվածը նախկինում պատկերացնում էինք, որ դա պետք է տեղի ունենա 1, 2, 3, առավելագույնը 5 ամսվա ընթացքում, հիմա մենք հասկանում ենք, որ գուցե թե կուսակցությունների համար այսպիսի մանավանդ եթե նկատի ունենք, որ այդ միավորման մեջ պետքա մի քանի կամ մեծ թվով կուսակցություններ լինեն, գործնականում հնարավոր չի լինի հատկապես այս նախընտրական շրջանում դե յուրե այդ process-ը ավարտել։ Այո, հետևաբար եւ հոգեբանորեն, եւ իրավաբանորեն, եւ քաղաքական առումով, հետեւաբար մենք հիմա հնարավոր ենք համարում այս խոսակցության ծավալումը ավելի երկար ժամանակահատվածում եւ այդ առումով, քանի դեռ մենք դե յուրե մենք կուսակցություն չենք դարձել, մենք ֆորմալ առումով կարող ենք այո դաշինքներ ձևավորել, ելի եմ ասում, եթե հիմքում դրվում է բարձրաձայնվում է մեր մտադրությունը մեկ քաղաքական ուժ դառնալու մասին։ Այսինքն հիմա եթե մի կուսակցության հետ քաղաքացիական պայմանագիրը գնա դաշինքով խորհրդարանական ընտրությունների, ապա հետո այդ կուսակցությունները միանալու են իրար։ Համենայն դեպս միաժամանակ մենք պետքա նաև ընդունենք մեր այդ մտադրությունը, որովհետև այո, նաև կարելի է այդպես ասել, բայց կա նաև երրորդ կետը, ընդհանրապես ելի եմ ասում, մենք սա մեր պատկերացումներն են եւ մենք ասել ենք, որ մենք մեր պատկերացումների մեջ համոզված ենք
եւ դա այդ պատկերացումները ձևավորվել են փորձի վրա, բայց ելի ենք ասում, մենք երբեք չենք ասել, թե մեր պատկերացումները դրանք անկասելի ճշմարտություններ են։ Մենք նաեւ ուզում ենք ասել, որ մենք քննարկելի ենք համարում առաջարկներ, եթե կլինեն առաջարկներ, որոնք ընդունելի են մեզ համար, իհարկե մենք պատրաստ ենք նաև որոշակիորեն վերանայել մեր դիրքորոշումները պայմանով, եթե դա անհրաժեշտ է հանրության առաջ մեր ստանձնած պարտավորությունները կատարելու համար։ Պարոն Փաշինյան, երեք համագումարի ընթացքում մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ են ելույթ ունենում, օրինակ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ պետք է ընդդիմությունը միավորվի ընտրություններից առաջ։ Հիմա կարելի է մտածել, որ Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունը եւ քաղաքացիական պայմանագիրը դաշինքով են գնալ ընտրություն։ Երկուսն են տեսեք, ուրեմն այն ինչ որ տեղի է ունեցել հրապարակային եւ ես ուզում եմ ասել, որ այն տեղեկատվությունը, որ համաժողովի ընթացքում ստացանք մենք բոլորս, ես այդ տեղեկատվությունից ավել տեղեկատվության չեմ տիրապետում։ Հիմա եղել են ելույթներ, արձանագրումներ, հիմա առաջիկայում անհրաժեշտ կլինի հանդիպել, քննարկել, թե ինչ նկատի ունեն իրենք միավորում ասելով, ինչ նկատի ունենք մենք միավորում ասելով։ Եվ ես այսօր չեմ կարող ասել այո, ես այսօր չեմ կարող ասել ոչ։ Եվ ի վերջո պետքա Այսինքն նախկինում չեք խոսել Արամ Սարգսյանի հետ այս թեմայով։ Ոչ, անկեղծ ասած չեմ խոսել այս թեմայով։ Իսկ այլ ուժեր կան, որոնց հետ նույնպես դիտարկում եք։ Դե այդ ըստ էության նույն ասելիքով հանդես եկավ նաև ժողովրդավարական հայրենիք կուսակցություն Ալեքսանդր Արզումանյանը նույնպես այդ ասելիքով հանդես եկավ եւ ըստ էության մենք ինչ արձանագրեցինք, որ բոլոր այդ գործընկեր ուժերը ըստ էության ընդունում են երկու հանգամանք, որ այո, դաշինքային նախկին ֆորմատները չեն աշխատելու եւ անհրաժեշտ է մեկ ընդդիմություն։ Հիմա մեկ ընդդիմության ձևավորման պատկերացումներ ինչքանով են համընկնում, դա քննարկելի է եւ իհարկե ես ինչպես նախկինում նաեւ ձեզ այդ խոսակցության ժամանակ ասել եմ, մենք շատ կարեւոր երկու սահմանների մեջ կփորձենք անել հնարավորը, նաեւ հաշվի առնելով հանրության ուղերձը։ Ի վերջո ամենամեծ խնդրը հետեւյալն է, որ այսօր հանրության համար քաղաքական որևէ բովանդակություն շատ դժվար քննարկելի է, եթե դա չի սկսում միավորումների մասին օրակարգերից։ Այսինքն մենք սա նույնպես պետք է հաշվի առնենք, որովհետև մենք ի վերջո, եթե այնպիսի քաղաքական ուժ ենք, որ ասպարեզ ենք եկել հանրությանը ծառայելու, այո, մենք պետք է մեր հայացքներով, մոտեցումներով որոշակի փոփոխություններ հարուցենք հանրային գիտակցության մեջ, բայց մյուս կողմից պետք է նաև հանրությունը զգա եւ տեսնի, որ մենք նաև ականջալուր ենք իր ուղերձներին, հակառակ դեպքում գործընկերություն չի ստացվի։ Եթե մենք կարծր մնանք մեր դիրքորոշումների մեջ, հանրությունը կարծր մնա իր դիրքորոշումների մեջ, առնվազն գործընկերություն չի ստացվի, իսկ մենք փոփոխությունների համար ամենացորդ եւ նվիրված պայքարելը դա մեր պարտավորությունն է եւ ելի եմ ասում։ Մեր ամենակարևոր պարտավորություններից մեկը մենք մարդկանց ասել ենք, որ բացառվում է, որ ստեղծվի իրավիճակ, որտեղ մենք տեսնենք շանս իշխանության փոփոխություն անելու եւ մենք չգնանք եւ մեզնից կախված մաքսիմումը։ Այ հենց դա, պարոն Փաշինյան, երեկվա ելույթում ասացիք, իշխանափոխությունը դա վերկուսակցական հարց է։ Չէ, ես այդպես չասի, ես ասի մենք չունենք անձնային, խմբային, կուսակցական ամբիցիաներ։ Ես ասացի, որ մեր ամբիցիաները վերանձնային են, վերխմբային են, վերկուսակցական են եւ ամբիցիաներ ասելով նկատի ունեի հետեւյալը, որ մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք իրոք ինքնիշխան պետություն, բարձր տեխնոլոգիական ինդուստրիալ երկիր, որի բնակչությունը 6-8 միլիոն մարդ է։ Ես դա նկատի ունեի։ Պարոն Փաշինյան, իշխանափոխությունը, ինչպես ասացիք, վերկուսակցական, այսինքն ես իշխանափոխության մասին չեք ասել։ Բայց նաև ինչ որ առումով այս խոսակցությունը, որ մի քիչ առաջ մենք ունեցանք, դա նշանակում է, որ մենք որոշակի պատկերացում ունենք իշխանափոխության մասին, բայց նաև քննարկել ենք համարում այլ պատկերացում։ Քանի որ նախորդ ասածից դաշինքների մասով նկատի ունեմ որոշակի փոփոխություններ են եղել հիմա, ի վերջո մեկ անգամ էլ ճշտենք, հա,
կուսակցությունների ցանկը հստակ է, որոնց հետ պատրաստ եք համագործակցել, որոնց հետ տեսեք, ուրեմն այս պահին մենք ունենք ուժի մեջ, դեռևս ուժի մեջ գտնվող որոշում, որ մենք խորհրդանական ընտրություններին մասնակցելու ենք միայնակ, բայց նաև հաշվի առնենք, որ մենք ընտրել ենք նոր վարչություն, որտեղ 7 նոր անդամ կա, եւ այդ վարչությունը առայժմ քաղաքական քննարկում դեռ չի ունեցել։ Իսկ հնարավոր է օրինակ փոխվի եւ սկսեք ասեք, որ բոլոր ընդդիմադիր ուժերի հետ կամ իրեն ընդդիմադիր հայտարարող ուժերի հետ պատրաստ եք համագործակցել։ Ընդհանրապես էլի վերադառնալու ենք էլի նույն խոսակցությունից նկատի ունենք բոլոր ընդդիմադիր ուժերը ասելով, ու մենք համարում ընդդիմադիրում խորհրդարանական ընդդիմության հետ պատրաստ եք համագործակցել Էլի խորհրդարանական ընդդիմություն ասելով ում նկատի ունեք։ Ընդհանրապես ես ինչ որ նախկինում ասել եմ, ինձ համար շատ դժվար պատկերացնելի է ուժերը ձեզ հայտնի համագործակցություն։ Չէ, որ դաշինքով հիմա պատրաստ եք գնալ, ասում կարող է մենք տեսեք, եկեք ուրեմն ճիշտ անենք ձևակերպումները։ Մենք հիմա չենք ասել, որ մենք դաշինքներով պատրաստ ենք գնալ, բայց չենք էլ ասել ֆորմալ դաշինքներ, այսինքն մեր քաղաքական օրակարգը մնացել է նույնը, գուցե ավելացել է 1.5 կետ մեր օրակարգ, այսինքն ավելի ընդլայնված։ Այն ինչ որ մենք նախկինում ասել ենք, ամեն ինչ ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դա փոխելու համար չկան շատ հիմնավոր պատճառներ, որով կարելի է հանդես գալ եւ ձեզ եւ հանրությանը եւ վերջում մեզ նաեւ ներկայացնել։ Բայց ընդհանրապես ես նախընտրական շրջանում նաեւ ելույթ եմ ունեցել, դուք գիտեք, որ մենք նախընտրական քարոզարշավ ունենք վարչության անդամների տեխնացուի, ինքս կարծում եմ, որ նոր վարչությունը պետք է կաշկանդված չհամարի իրեն նախկինում կայացրած որևէ որոշմամբ եւ որպեսզի ինքը քաղաքական դաշտում իր տեղը ավելի գտնի։ Երեք շատ կարճ քննարկումներ այդ թեմայով ունեցել ենք եւ ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ հեղափոխական փոփոխություններ քաղաքական ռազմավարության մեջ չեն լինի, կլինեն ֆորմալ փոփոխություններ, բայց ես չեմ բացառում նաև, որ այդ ուղերձները շատ ճշգրիտ չեմ ընկալել, այնպես որ կքննարկենք, կտեսնենք։ Մեր կուսակցությունն ընդհանրապես այդ առանձնահատկությունը ունի, մեր մոտ իրոք բոլոր հարցերը մանրամասն քննարկվում են, իրավիճակից բխող որոշումներ կայացվում են, եւ ելի եմ ասում, շատ կարեւոր է, որ մենք մեր համոզմունքների վրա մնալով պատրաստ լինենք կատարել նաև հանրության առաջ մեր ստանձնած պարտավորությունները։ Օրինակ ինչ նկատի ունեմ 2014 թվականին օրինակ, չէ, կար ոչ իշխանական ուժերի եռյակը եւ դուք գիտեք մենք շատ քննադատաբար ենք վերաբերվում նույնիսկ հրապարակային ասուլիս ենք արել հայտարարություն ենք արել ոչ իշխանական ուժերի եռյակին եւ համարել ենք այդ process-ը անհեռանկար եւ անսկզբունքային, բայց մենք ասել ենք այն պահին երբ որ այդ ոչ իշխանական ուժերի եռյակը կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, մենք կպաշտպանենք այդ պահանջը։ Այսինքն ես ուզում եմ այդ օրինակով Բայց վերջում պահանջեցին, չէ՞։ Որտեղ Գագիկ Ծառուկյանի ելույթը։ Միջև մենք կհասցնենք քննարկել, մինչ մենք կհասնենք պատրաստվում եք։ Իհարկե, այն ժամանակ, իհարկե մենք այդ ժամանակ մենք հենց process-ներին զուգահեռ գրեթե անընդհատ ռեժիմով վարչության նիստ ենք անում եւ մինչեւ մենք կհասցնենք որոշում կայացրել, իրենք այդ Հիմա որ Գագիկ Ծառուկյանը վերադառնա եւ հայտարարի նորից իշխանապողության գնալու մասին կմիանաք։ Ուրեմն ցանկացած իրավիճակ, որը անհրաժեշտ լինի քննարկել, կքննարկենք։ Այսինքն մենք երբեք չի եղել տենց իրավիճակ, որ ասենք վայ, փակում ենք մեր աչքերը։ Չէ, բայց պատկերացնենք, եթե նա Գիտեք, ես ասացի ձեզ արդեն նախկինում արած հայտարարությունները, բոլոր հայտարարությունները քաղաքական համատեղելիության, անհամատեղելիության մասին, այդ հայտարարություններին դուք ծանոթ եք, բայց ելի եմ ասում, եթե հանկարծ կստեղծվի, օրինակ տեսեք, նույն Սասնա Ծռերի իրավիճակի ժամանակ, չէ՞, մենք հստակ հայտարարել ենք, որ մենք բռնի պայքարին Ընդհանրապես դեմ ենք սկզբունքորեն, բայց մենք կար իրավիճակ, մենք գնացինք այնտեղ եւ հայտարարեցինք մեր սկզբունքների մասին եւ մաքսիմալ ջանքերը ներդրեցինք երկու ուղղությամբ, որ A. այդ իրավիճակը բերի իշխանափոխության եւ B. զոհեր չլինեն։ Այսինքն այնպես չի, որ մենք որևէ տեղ չենք գնում, եթե գնում ենք այսպես ասած բանի կարգավիճակով, пассив հրավիրալի կարգավիճակով, եթե կա տեղ, որտեղ մենք ունենում ենք անելիք հանրության առաջ մեր ստանձնած պարտավորությունը կատարելու համար։ Տեսեք,
Էլ եմ ասում, հիմա դա շատ կարևոր է։ Մենք ասել ենք, բացառվում է Հայաստանի Հանրապետությունում չլինի իշխանափոխություն միայն այն պատճառով, որ մենք ձեռնպահ ենք եղել դրան մասնակցել։ Հիմա եթե լինի իրավիճակ, ստեղծվի իրավիճակ, որ մեր մասնակցությունից շատ կոնկրետ կախված է, Սերժ Սարգսյանի իշխանությունը շարունակում է գոյատևել, թե մեր մասնակցությամբ, այսինքն մեր մասնակցությունից շատ մեծ բան է կախված, կգոյատևի թե չի գոյատևի, մենք հարության առաջ ունենք պարտավորություն։ Պետք է կմիանաք ում այն ուժերին, ովքեր այդ մենք պետք է այս պարտավորությունը կատարենք։ Այսինքն կմիանաք Ում ով որ անում է Բայց հնարավոր է մենք ենք անում։ Չէ, ասում եք դուք իրավիճակ եք ներկայացնում, հիմա շատ դժվար է տեսական քննարկումը կոնկրետացնել։ Հիմա դուք ասում եք Գագիկ Ծառուկյան իշխանափոխություն, ես էլ ասում եմ գործնականում անհնար է, որ Գագիկ Ծառուկյանը պահանջի իշխանափոխություն, որովհետև նա քաղաքականություն է վերադառնում Սերժ Սարգսյանի հրահանգով։ Զարմանալի է ձեզ համար։ Լավ, ձեր կարծիքով այս կվերադառնա։ Գիտեք, ես Սերժ Սարգսյանը վերջը կորոշի վերադառնա, կորոշի չվերադառնա։ Կարիք կա Ծառուկյանի վերադարձի։ Այդ հարցը հիմա դուք ինձ լուրջ տալիս եք եւ ասում եք այդ թեման որովհետեւ Բարգավաճ Հայաստանի ես կարծում եմ որ Հայաստանում կա մեկ ընդդիմության կարիք եւ իշխանության փոփոխության կարիք եւ տոտալիտար մտածողության եւ օլիգարխիան արմատախիլ անելու կարիք։ Լավ, ովքեր են ձեր գործընկերները, ովքեր են ձեր դաշտում գտնվում ընդդիմադիր առաջիկա ընտրությունների հաշվի առնելով։ Ես հիմա այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Մենք հրավիրել ենք քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների։ Հենց դրա համար եմ հարցնում, այսինքն այն ուժերին, որոնց հրավիրել եք, այդ ուժերն են ձեր դաշտում։ Մենք շատ բազմաթիվ էլի ուժերի ենք հրավիրել, նրանց մի մասը ընդունել էր հրավերը, մյուս մասը չէր ընդունել հրավերը։ Մենք ուզում ենք ուղղակի, որ նրանք ասելիքը հենց մեզնից լսեն, անմիջապես լսեն եւ ովքեր ցանկություն ունեն որևէ բան ասելու, իրենք նույնպես արտահայտվեն, այսինքն մենք դա պատկերացնում ենք որոշակի քննարկման հարթակ եւ այդ քննարկումը տեղի ունեցավ։ Ես կարծում եմ, որ ի վերջո այս ընթացքը ցույց տվեց, որ մենք ճիշտ որոշում կայացրինք, մենք շատ լավ համաժողով անցկացրեցինք, շատ ներկայացուցչական եւ ունեցանք հերթական ազատ արդար թափանցիկ ընտրությունները, մրցակցային ընտրությունները, որտեղ լուրջ պայքար կար, մենք քարոզարշավ իրականացրինք, այդ քարոզարշավի նյութերը հանրությանը հասանելի էին եւ ես կարծում եմ մենք ցույց տվեցինք, որ մեր կուսակցության մեջ, այսպես ասած, դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունք չկա, որտեղ ինչ որ խումբ որոշում է, մնացածները հետևում է, մեր մոտ կա քննադատության մթնոլորտ, մտքերի փոխանակության մթնոլորտ։ Ես կարծում եմ մեր կուսակցությունը այս դժվար ժամանակաշրջանում ցույց տվեց իր կենսունակությունը։ Սա ամենակարևոր արձանագրումն է։ Բայց ի վերջո հիմա որ կուսակցություններին եք հրավիրել, հա, չեք եկել այն տեսեք, օրինակ, տեսեք, նույն Հանրապետություն կուսակցության հետ մենք ունենք անցած ճանապարհ։ Իհարկե ժամանակ մեր կուսակցություն չկար, բայց եւ Սասուն Միքայելյանը եւ ես Արամ Սարգսյանի նրա գործընկերների հետ երկարամյա համագործակցության կամ առնվազն համատեղ պայքարի շատ հարուստ պատմություններ։ Էլ որ կուսակցություն Հանրապետություն կուսակցություն, էլ որ ժողովրդավարական հայրենիք կուսակցության հետ նույնը, Ալեքսանդր Արզումանյանի հետ մենք քաղբանտարկյալներ ենք եղել նույն գործով որպես հիմնական մեղադրյալ։ Հայաստանի ժողովրդական կուսակցությանը հրավիրել էինք, որի հետ նույնպես շատ երկար ճանապարհ ունենք, Ստեփան Դեմիրճյան։ Այո, ժառանգություն, անձամբ Ստեփան Դեմիրճյանը չկա, բայց կուսակցության ներկայացուցիչներ կա։ Ժառանգության կուսակցության հետ շատ երկար ճանապարհ ունենք եւ ես շատ ուրախ եմ, որ Արմեն Մարտիրոսյանը եկավ համաժողովին, չնայած գիտեք, որ որոշակի նաև բանավեճ կար մեր մեջ անձնական իմ ու իր միջև, մենք նույնիսկ Հայազգային կոնգրեսին էինք հրավիրել, կոնգրեսի ներկայացուցիչին, նույնիսկ Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչին էինք հրավիրել, նույնիսկ Գալայի, ոչ թե նույնիսկ էլ Գալայի ներկայացուցիչին էինք հրավիրել, այնպես որ մենք մեր համոզմունքներն ունենք։ Պաստորեն Հայազգային կոնգրեսը Լուսավոր Հայաստանը չէին եկել։ Այո, ինչքան հասկացա չէին եկել, ես հիմա Սա ինչ որ բան է նշանակում ապագայի հետ կապված, ինչ որ հետևություններ կան։ Գիտեք, ընդհանրապես ես կարծում եմ մենք լուրջ չենք վերաբերվի հարցերին, եթե ասենք համաժողովի
մի հատ գալը կամ չգալից մեծ հետևություն անենք, Լավ։ կամ նույն գալը դա չի նշանակում, որ այդտեղից արդեն հիմա տեսեք ձեր զրույցի հարցերի կոնտեքստում էլ կա, որ դուք ուզում եք մենք հիմա հասնենք ինչ որ գլոբալ հետևություններ, մենք չենք կարող այդ հետևությունների հասնել, որովհետև ընդամենը մենք իրենց հրավիրել ենք համաժողովի, իրենք ընդունել են մեր հրավերը, մենք իրենց հարգելով որպես քաղաքական ուժ Ես ում հասկանամ ընտրությունը, այսինքն իրենք ձեր պոտենցիալ գործընկերները կարող են լինել։ Հետևյալն է եղել, մեր նախաձեռնող խմբում եւ վարչությունում քննարկում է եղել, որ եղել է հետևյալ քննարկումը, ով ինչ առաջարկ ունեցել է, եթե նեգատիվ քվեարկությամբ չի պարզվել, որ վարչության մեծամասնությունը դեմ է այդ քաղաքական ուժին ներկայացություն չին հրավիրելու, որոշում է կայացվել։ Այսինքն ոչ թե եղել է պոզիտիվ քվեարկություն, որ ով է կողմ, ովքեր դեմ չեն, եթե ես մտածում եմ, որ արժի այս քաղաքական ուժին հրավիրել, եթե դեմ չի մեծամասնություն, մենք հրավիրել ենք։ Դրա տակ չդնելով որևէ, այսպես ասած, արդեն հերուն գնացող հետևություններ չի բացառվում, որ այդ ուժերի հետ ինչ որ համագործակցություն ստացվի, չի բացառվում, որ որևէ ուժ կա, որ իրենք չեն հրավիրել, տեսականորեն եմ ասում, բայց ինչ որ համագործակցություն ստացվի, տեսականորեն եմ ասում, որպեսզի հիմա եթե դուք հարցնեք այդ որ ուժի նեյք ակնարկում, ես չեմ ակնարկում, տեսականորեն եմ ասում։ Վերջնաժամկետը երբ է, պարոն Փաշինյան, կա ինչ որ ժամկետ ձեզ համար, որից հետո դաշինքը արդեն կամ լինում է, կամ չի լինում, կամ էլ Տրամաբանորեն դա մաքսիմալ ժամկետը, որտեղ մենք կարող ենք որոշում կայացնել, դա հունվար ամիսն է։ Մինչև հունվար պետք է հստակ լինի արդեն դաշինքը։ Այո, ես իմ ցանկությունը եւ մենք կա այսպիսի մի բան, մենք պետք է այս ընթացքում աշխատենք մեր, այսպես ասած, պլան A-ի վրա։ Այսինքն մենք բոլոր դեպքերում պետք է պատրաստվենք ինքնուրույն սեփական ցուցակով ընտրություններին մասնակցել, որովհետև կարող ենք մենք բանակցել եւ արդյունքում բազի որ չկա համաձայնություն եւ կպարզվի որ մենք ժամանակը կորցրեցինք բանակցությունները։ Բանակցությունները կարող են սկսվել ցանկացած պահի, եթե պարզվի որ կա բանակցելու ցանկություն։ Հիմա օրինակ հանրապետության հետ կա։ Ոչ։ Ասացիք որ պետք է ճշտեք իրենց կարծիքը միավորման մասին ձերը։ Դուք ասում եք որ իրենք էլ ասցին ինչ որ բաներ, դուք էլ ինչ որ բաներ, որ իրար համընկնում են։ Ես ասում եմ, որ հիմա հաջորդ փուլում մենք պետք է խոսենք մարդկանց հետ, հասկանալու համար ինչ նկա բանակցել, թեկոս այդ բառը չեմ խուսափում։ Բանակցել, խոսել, տեսնել իրենք ինչ նկատի ունեին։ Օրինակ միավորում ասելով, մենք ինչ նկատի ունենք միավորում ասելով։ Եթե պարզվի, որ մեր պատկերացումներում կա շատ մեծ ընդհանրություն, ուրեմն նաև կարելի է բանակցել, որևէ խնդիր չկա։ Ես ուզում եմ ասել, որ այս պահին, այսինքն այնպես չէր, որ մենք նախապես ինչ որ բաներ պայմանավորվել էինք, համաժողովին դա արդեն հանրությանն ենք ներկայացնում բացարձակ։ Պարոն Փաշինյան, ի վերջո ինչի դուք չեք ընտրվում վարչության նախագահ։ Առաջադրում եք տեխնացություն։ Ես ինքս որպես տեխնացու վարչության նախագահի։ Ոչ, ես չեմ առաջադրվել, ավելի ճիշտ ինքնաբացարկ եմ հայտնում։ Ինչն է պատճառը։ Կան, գիտեք, մենք այդ հարցի վերաբերյալ շատ մանրամասն քննարկումներ ենք ունեցել եւ ես կարծում եմ, ես ինքս էլ պաշտպանել եմ Սասուն Միքայելյանի տեխնացությունը վարչության նախագահի պաշտոնում, մենք էլի տեխնացուներ են եղել, ի վերջո երկու տեխնացու է քվեարկվել եւ մենք եկել ենք վարչությունը հանգելային եզրակացության, որ երկրորդ նախագահ վարչության պետք է լինի Սասուն Միքայելյանը։ Ցանկություն չունեք դուք լինի։ Գիտեք, ցանկություն խնդիրը հետևյալն է, որ իմ վարչության նախագահ լինելը ոչ մի այսպես ասած բան չի ավելացնում մեր գործունեության կազմակերպման մեջ եւ կարծում ենք, որ այն մոդելը, որ մենք ընտրել ենք, այդ մոդելը աշխատելու ավելի ճիշտ մոդել է, այնպես չի, որ այդպեսի ինչ-որ տաբուներ կան որոշակի պատկերացումներ, մենք փորձում ենք այդ պատկերացումների շրջանակում գործել։ Եվ վերջին հարցս պարոն Փաշինյան, հանրահավաքի ժամանակ քաղաքացիական պայմանագրի Ազատության հրապարակում հայտարարվեց, որ դուք վարչապետի տեխնացուն եք եւ արդեն ստվերային կառավարություն եք սկսելու կազմել եւ ընտրություններին եք փաստորեն պատրաստվում։ Հիմա էլ եք վարչապետի տեխնացուն, հիմա գործընթացը կա, թե դա սարքվել է։ Տեսեք, ես նաեւ ձեզ այդ նախկին ունեցած զրույցներից մեկում ասացի, որ նոր վարչություն դեռ պետք է դիրքորոշում արտահայտի այդ որոշման եւ այդ մոդելի
կապակցությամբ եւ ամեն ինչ կախված է նոր վարչության եւ քաղաքորդի դիրքորոշումներից։ Եթե նոր վարչությունը կորոշի, որ դա գործելու ճիշտ ճանապարհ է, ճիշտ ուղի է, ուրեմն գործնականում մենք կսկսենք ստվերային կառավարության ձևավորումը։ Այսինքն ձեր վարչապետի տեխնացու լինելու հարցը դեռ հարցական է։ Ըստ էության այն ժամանակ էլ էր հարցական, որովհետև ինչ էր ասվում էր, որ դա վարչության կողմից առաջադրված տեխնացություն է, որը դեռ պետք է հաստատվի դեկտեմբերին կայանալիք համաժողովում, այսինքն տեսականորեն չէր բացառվում, որ դեկտեմբերին համաժողովը այդ տեխնացությունը եւ այդ մոդելը, այդ տրամաբանությունը չհաստատեն։ Այսինքն սա իրականում եթե շատ ճշգրիտ լինենք, այդ վարչապետ ոչ թե վարչությունը վարչապետի տեխնացու էր առաջադրել, այլ վարչապետի տեխնացուի տեխնացու, ուղղակի հիմա նոր վարչությունը այդ հարցով դիրքորոշում պետք է ձևավորի եւ եթե հաստատի այդ որոշումը, ուրեմն մենք կգնանք այդ ճանապարհով, եթե չհաստատի, ուրեմն կմտածենք թե ինչ ճանապարհով ենք գնում։ Շնորհակալ եմ պարոն Փաշինյան մեր հրավեր ընդունելու համար, հիշեցնեմ մեր տաղավարում հյուրընկալել ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության արդեն նորընտիր վարչության անդամ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։ Այս պահին Ազատության եթերը կշարունակի տեսանյութ երեք տեղի ունեցած արտահերթ համագումարի մասին քաղաքացիական պայմանագրի, դրանից հետո արդեն Ազատության նյուզրումի եթերում իմ գործընկեր Նանե Սահակյանը կպատմի այսօր երեկոյան լրատվական կենտրոնում հեռարձակվելիք ռեպորտաժների մասին, իսկ արդեն 18:00-ից մենք կվերադառնանք եւ կզրուցենք Հանրապետական կուսակցության ներկայացուցչի հետ։